պատկերացնում եք $1000 ուզեցին փաստաբանները Երևանի, որոնց հետ ստեղից կապնվել էի, համարը վերցրել է փաստաբանական կայքից, անձնագրից հարցով զբաղվելու համար, էլի, այսինքն իրան ձևակերպում ծառայության համար, ես հիշեցնում եմ, որ ՀՀ քաղաքացի եմ և ժամկետը լրացել է անձնագրի պահանջվում է ուղղակի փոխանակել, այսինքն, բայց չեն տրամադրում այդ, ինչի մասին շատ պատմել եմ, Տականք Փաշինյանը կարգադրել է հանցագործություն կատարեն իմ նկատմամբ, սա նաև հաղորդում հանցագործության մասին, ես արտգործնախարարության այդ ծառայություններ, ամեն ինչն արել եմ, այդ տականքներ սրիկան, բայց հիմա լավ, խոսքը դրանց մասին չի, փաստաբան, ուրեմն $1000, մինչև այդ դիմել էի ուրիշ փաստաբաներ, չէ մենք չենք զբաղվում, լավ իմանանք, մենք չենք զբաղվում, իմանանք, ինչը պետք է իմանաս, հա, մեկը գտնվեց, $1000, այն էլ ասում է, եթե չստացվի, բարեզուս, հա, ինչ-որ մասը գումարի վերադարձ, այքու, ու գիտեք բանը ինչում է նաև, որ չի ասում ոնց ասել, ես ասել էի օրինական ձևեր, էլի, ասում է փակագծերը չեմ ուզում բացեմ, դուք պատկերացնում եք, $10 ընդամենը, 200 լեյ, Կիշինյովում, Մոլդովայում, դա շատ գրագետ աղջիկ էր, փաստաբանի վճարեցի, դատարանում բողոքարկելու դրանց միգրացիոն ծառայության որոշումը ինձ դեպորտ անելու, ես պատմել եմ մի քանի անգամ, դուրս արդեն ջարդում էին առավոտվանից, գտա ընդմիջում ու ծլկեցի այդ փաստաբանը եւ այլն բողոքարկեց, ընդ գրագետ աղջիկ ասում է, օր էս ինչ անգրագետ են գրել այս որոշումը եւ այլն, հետո եկան այդ միգրացիոնի դոլբերը, հեսա ցույց եմ տալ, բողոքարկումը դատարանի ցույց տվեց, միանգամից, որովհետեւ գործում է այդ օրենքը, էլ բան, արա ինչքան է այդ մոլդովացիների գտնվելով դրանց անպատվում, բայց օրենքը գործում է, եթե բողոքարկում ես դատարանում, ահա, մինչև դատավճիռ չընդունի ոչ մի բան, դրա այդ միգրացիոնները չեն կարող ու չքվան, $10 արա, 200 լեյ, հետո մի քանի ամիս հետո դատարանը մերժեց, որտեղ թե կոռուպցիա է, ինքը կրկնակի բողոքարկեց այլ ատյանի դատարան, հիմա այս այլանդակները, ինչի մար $1000, այլանդակներ, լավ ասենք $100, լավ ասենք հաշվի առնելով ինֆլյացիան 200, բայց 1000 արա, այսինքն ասել էր 400,000, էլի, հələ մի բան էլ ավելի, հասկան, հերիք չի $1000, ես եմ $1 չունեմ, որ տրանսպորտ նստեմ, գարանտիա չի տալիս, այսինքն ինձ գարանտիա պետք չի, դու կոնկրետ ասա, ինչ է, ինքը չի ասում, էլի, ինչ է անելու, ես ձևերը ասել եմ, ահա, արտգործնախարարություն ըստ օրենքի իրանք պետք է ուղարկեն անձնագիր, հեսա, այդ կայքի վրա հղումներ տվել է, կամ այլ կերպ, եթե թե պասպորտի սեղանից է, թե ոնց է, չի ասում, այսինքն հարցը նրանում չէ, էլի գարանտիա չէ, դու կոնկրետ, եթե բողոքարկում ես, ես ասել եմ դատարան տվեք, խնդրեմ, այդ ձևակերպելու համար, դատարան դիմելու համար, այսքան վճարվի, չի ասում, հասկանում, այդ պատճառով ուրիշ մտքեր են, ինքստինքյան առաջանում, ոնց որ մուսորների ձեռագիրը լինի Երևանյան, գիտեք ոնց են, Ստալիններ շարունակ դրանք ինչ էին անում, այսինքն եթե մեկին թիրախավորել են, ասես մի ձևել ունեն, որ կիրառել են, շատ անգամ, էլի, այսինքն քսեն, մի ձևի մի հատ թեթև ծանոթ, կամ մեկին ուղարկել, մի ձևի պարտքով փող վերցնի մեծ չտա, կամ ինչ-որ գործարք, փող վերցնի քցի եւ այլն, այսպես ղախպա մուսորներն են, վայ Նիկոլ ես քո ղախպա ծանողը, այդ բոզի տղեն Նիկոլը ոտնձգել է իմ անձնագրի վրա, հասկանում եք ինչ է նշանակում, հա, բեսպրեզելը ընդհանրապես ոչ միայն իմ նկատմամբ, հասկացանք, ինքներդ գիտեք, ով դուրը չի գալի բանտա խցկում, լրիվ բեսպրեզելով, ուրեմն լսի Նիկոլ բոզի տղա, դու իմ անձնական արդեն ուղիղ թշնամի, ես քո մայրիկդ ֆակելու եմ ձեռս ընկնել, սա հարցակում է, էլի, հասկանում եք, թշնամին հարցակվել է, լիովին նույն բանը, թշնամին զենքով հարցակվել է վրա, կրակում է վրայից
խլումա ունեցվածքը անձնակի եւ այլն, ես մայրիկդ փակեմ լիգոր։ Հիմա եթե որևիցե մեկը ասի, դա ոչ միայն քո նկատմամբ է, բայց տեսնում ես ումա ձերբակալ է արխիեպիսկոպների, ես հայերեն թարգմանությունը չեմ ասի, դա պղծություն է։ Սամվել Կարապետյանի, բայց մի րոպե, այդ ով քեզ ասեց, որ ինչ որ մեկը այդ ղախպեկը ավելի կարևոր են, քան ես։ Այդ ղախպեկը ավելի կարևոր են, քան յուրաքանչյուր այլ Հայաստանի քաղաքացի։ Կամ ինչ որ մեկը ավելի կարևոր է, քան մեկ ուրիշից։ Հասկանում եք, հենց դա սատանություն է, տեսեք որտեղ ես բռնեցի, ճիշտ ձևակերպումը, ինչ է սատանություն։ Երբ ինչ որ ղախպա համարում է, թե ինքը կարևոր է, հենց այս բառը, սատանա, որը ներխուժել է եւ տիրել է հայաստանցիների եթե ոչ մեծամասնության, շատ զգալի մասի։ Լավ, վերադառնամ իմ Փաշինյանին էլ այդ սատանուն էլ մի կողմ թողնենք, դրանց մասին եթե ուժ չունեմ, էլի, հոլովակներ եմ պատրաստում ձայնագրել։ Էներգիա չունեմ, ուժ չունեմ, հասկանում։ Հա, վերադառնամ անձնագրից, այս փաստաբան $1000 ստորաշյալ։ Արդ Կիշինյովսկի այդ աղջկա Իրինա էր անում, advokati քաքը ուտեք դուք։ Հիմա կոնկրետ ես ստեղել անպատվում եմ սրանց, արժանի են անպատվանքի, բայց 3 հատ արա անվճար բան են, advokat են ինձ տրամադրել։ Ստեղ հասկանում եք, հա, ու $1000 հասկանում թքել եմ այդ ձեր Հայաստանի վրա էլ, ձեր անձնագրի վրա էլ, ձերը այդ Հայաստանի անձնագրի վրա, հա, ու մանավանդ մարդը մեկն էլ ոչ մեկն էլ չբարձրաձայնեց իմ անձնագրի հարցը։ Այս վերջերս այդ Արտակ Սարգսյանը կա, որի մասին տեսեք, բոլորի մասին, ովքեր տուժում են ռեժիմից, ես աշխատում եմ, թե հնարավորություն կա խոսել։ Ուրեմն մտան այդ իմ ալիքում այդ Արտակ Սարգսյանի մասի հոլովակի տակ, ինքն էլ իր կողմնակիցները անեցել նախատանքով ինձ մեկնաբանություններ գրեցին, հա, դրանց արտահայտած մտքերից էլ որ իրանք չգիտեն, չգիտեն, պարտավոր չէ, դե հիմա իմացակ, դե հիմա Արտակ Սարգսյան, դե բարձրաձայնի, բայց ինչի՞ չես բարձրաձայնում իմ անձնագրի մասին, մտել ես, կոմենտը գրել ես, ես քեզ պատասխանել եմ, բայց չեղավ, որ ես ճիշտ էի, ես բարբերաբար ստեղ պաուզան սխում եմ, ընդմիջում եմ անում, որովհետև էներգիաս չի հերիքում, էլի, այսինքն հիմա եզրափակում եմ, տեսեք, ոչ ոք չբարձրաձայնեց անձնագրից հարցը, $1000 էլ առանց գարանտիա պահանջեցի, արա սա եղեք, արա, թքել եմ ձեր, ուրեմն ես թե առանց անձնագրի կործանման եզրին եմ, ոչ ոք չբարձրաձայնեց, գոնե բարձրաձայնեն այս հարցը, ղախպեկ էլի, որոնք գցել են իրենց քաղաքական ասպարեզ, հետո դժգոհում են, ինչի Ղարաբաղ ազերների տրվեց, ոչ թե ձեզ ղախպեկին, ինչի համար, ինչ արժանիք ունեք, այ ղախպեկ, սենց բանկալը մի հատ ասեք էլի, որ Բաքվում, ինչ որ սքի օրը, ինչ որ ազերներ, միտեղ ֆեյերվերներ, կայպապարտներ, սենց այլանդակություն կա, սենց ղախպություն կա Բաքվում, մի հատ ասեք էլի, Ղարաբաղը ձերը լիներ, որ ինչ անեիք ղախպեկ, իսկ հիմա Հայաստանը շարունակի գոյատը, որի ինչ անեք ղախպեկ, ես ցանկանում եմ տենալ թուրք զինվորականի Երևանի կենտրոնում,